Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Մի հատ կարճ փորձ ենք անդրադարձ կատարենք ու հասկանանք, թե ինչ ա ուզում անի այսօր մեր, չգիտեմ, թույլ բռնապետիկը, այսպես կարելի ասել։ Նա երևում է օրինակ ա վերցրել, չգիտեմ, Կիմ Չեն Ին, Սադամ Հուսեյն, Ադոլֆ Հիտլեր, չգիտեմ, ումից ա օրինակ վերցրել, ինչ ա կարդացել, մի քանի բան ա կարդացել ու հիմա փորձում ա այդ բռնապետության օրինակով Հայաստանը դարձնի բռնապետական երկիր։ Նիկոլ Փաշինյան, ուզում եմ դիմեմ քեզ ու ասեմ, որ քո մոտ հաստատ չի ստացվելու։ Իզուր ջանքեր մի գործադրի, առողջությունդ ես փչացնելու, հետո անմեղսունակի կարգավիճակով փորձես ազատվես դավաճանի խարանից։ Չի կարելի նման բաներ անել։ Իսկ այն ինչ այսօր կատարվում է, դա մարդ չգիտի էլ ինչ բնութ հադիր տա։ Արգելում է մի մարդու անուն, ով իր ամբողջ կյանքում նվիրված է եղել հայ ժողովրդին ու Հայաստանին, որ այդ անունը չլինի ընտրաթերթիկի վրա, որ այդ անունը չլինի դաշինքի անվան մեջ։ Ժողովուրդ ջան, մի բան ուզում եմ ես, որ հստակ հասկանանք բոլորս, որ անունը չլինելը չի նշանակում, որ ուժեղ Հայաստանը չի մասնակցելու ընտրություններին։ Մենք մասնակցելու ենք ու այս իշխանություններին մնացել է ամենաշատը մինչև հունիսի 7-ը, ոչ ավել, ինչ ուզում է Նիկոլ Փաշինյանն անի, ոնց ուզում է անի ժողովուրդը իր ձայնը բարձրացնելու է, մեզ հնարավոր չի ոչ մի կերպով լրացնել հայ ժողովրդին ուղղակի հնարավոր չի, ում պատվերն ինքը ուզում է կատարի, ուզում է Ալիևի, ուզում է Էրդողանի, կապ չունի։ Այս վերջերս Ալեն Սիմոնյանը, եթե չեմ սխալվում, հայտարարեց, թե Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Ես անդրադարձել էի սրան, մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ, որ Ալեն Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանը մաքսիմում կարած էր անվտանգության երաշխավորն լինի, քանի որ դուք այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում չեք ներկայացրել հայ ժողովրդի շահերը։ Դուք բացառապես եղել եք Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպաններ։ Դուք կատարել եք նրանց կամքը, նրանց թելադրանքով երկիրը հասցրել է ծանր վիճակին։ Լավ ոնց կարաք դուք կոչվեք հայ ու ուրանաք այն տղերքին, ովքեր իրենց արյան գնով գնացին հայրենիքը պահելու, ոնց։ Դուք ձեզ հայ զգում եք, ժողովուրդը ձեզ հայ չի համարում, հավատացեք։ Գնացեք գյուղեր դիմափոխված, չգիտեմ, շորերը փոխած, դեմքներիդ մասկա հակած ու տեսեք այն ամենավերջի հայհոյանքներով ոնց են ձեզ դիմավորելու ձեր անունները լսելուց։ Մարդկանց մեջ վախի մթնոլորտ մտցնելով ձեզ թվում է, թե դուք կարաք իշխանություն պահեք, լավ մինչև ամսի 7-ը, բա հետո չեք մտածում, որ հետո այս երկրում դեռ դուք ապրելու եք։ Ժողովուրդ ջան, ես խնդրում եմ բոլորին ոչ մի ձևով նման փոքրիկ անհեթեթ իշխանության քայլերից չվհատվել, շրջանառության մեջ դրել, թե մեզ երաշխավորներ պետք չեն Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մեջ։ Բերեք մի պարզ օրինակ բերենք, ինձ թվում է մեր հայրենակիցների մեծ մասը գործ ա ունեցել բանկերի հետ և վարկ ա վերցրել, կա չէ տենց բան։ Այդ ոնց ա բանկում վարկ վերցնելու ժամանակ, երբ որ ես այս վերջի ժամանակները փորձում էի գտնել մի բան, որ 18 թվականից մինչ օրս Նիկոլ Փաշինյանը խոստացել ու արել ա, տենց բան չգտա, որ 100%-ով այդ մարդը արել ա, ամբողջ կյանքը այս մարդը մենակ խաբել ա, պառակտել ա, սադրել ա, ընտանիքները քայքայել, երբ որ երկու աղբեր, հեր, մեր, ծնող իրար հետ դարել են թշնամի։ Այս մարդը իրավունք չունի, թեկուզ մեկ օր ավել լինի Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Այս մարդը հայ շահը չի ներկայացնում ոչ մի տեղ։ Նույնիսկ նկատել եք այս վերջի ժամանակներս Հայաստանի սահմաններից դուրս, որ այց ա ունենում կամ ունենում ա ընդհանրապես, կամ ոնց են դիմավորում։ Մարդիկ գնում են Վրաստան, մեր հարևան երկրի ղեկավարը հանդիպում է Վրաստանի նախագահի հետ, այս
հոգավորը գնում է հանդեպ թմբուկա նվագում։ Լավ լուրջ է այդ ամեն ինչը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։